Հա, ասում ինչպես նշեցիք, վերացապանքն է, որ ցանկանում ենք ասպիսի հենց ասում խոսենք։ Երբ թե հա, համեցեք։ Եթե անդրադարձել այդ մշտական խոսքերի, սա ինչ խոսքեր կարող է բերել, ինչ հետևանքներ կարող է բերել այս։ Տրիպի մասն է խոսքը։ Այդ տրիպի կոնտեքստում այդ զեկույցի մեջ կտեսնենք, այնտեղ 3 հատ բաղադրիչ կա, թե շահույթը որտեղից կարա տեղ ունի, առաջինը տրանզիտը, երկրորդը տուրիզմը եւ երրորդը էքսպորտն է։ 3 հատ հիմնական բաղադրիչներն ենք վերցրել ու տեսնում ենք, որ տրիպի 23 միլիոն դոլարի կոնտեքստում տարեկան նույնիսկ տուրիզմի մասին գրեթե խոսքը չի գնում։ Խոսքը գնում է միայն տրանզիտի գումարների մասին։ Եթե մենք խոսում ենք ընդհանուր ապաշրջափակման մասին, այդ դեպքում այո, տուրիզմի դերը մոտավորապես 1/3 կարա լինի ըստ մեր հաշվարկների, այսինքն շահույթի կոնտեքստում, երբ որ խոսքը գնում է ավելի քան 300 միլիոն դոլար տարեկան շահույթի մասին։ Այո, ես էլ կարճ ավելացնեմ, որ տուրիզմի մասին մենք կարող ենք խոսել բացառապես ամբողջական ապաշրջափակման համատեքստում, առաջին հերթին Հայաստան-Թուրքիա սահմանների բացման համատեքստում, երբ տուրիստական գործակալությունները կարող են խմբային տուրեր կազմակերպել, այսինքն այցելուները Եվրոպայից, Միացյալ Նահանգներից գան Հայաստան եւ Հայաստանից անցնեն Թուրքիա։ Սակայն եթե մենք խոսում ենք միայն տրիպի գործարկման մասին, այդ 43 կիլոմետր գնացք եւ ավտոճանապարհ, ապա անգամ ես չեմ էլ պատկերացնում ինչպես դա կարող է որևէ ազդեցություն ունենալ տուրիզմի վրա, որովհետեւ դժվար թե ինչ որ մարդիկ Ադրբեջանից Նախիջևան որպես տուրիստ ցանկանան գնալ կամ տրիփով որոշեն անցնել Նախիջևան, այնտեղից Թուրքիա, դա մի փոքր բարդ է։ Հետեւաբար, եթե միայն տրիփ, ապա այստեղ տուրիզմը շատ քիչ դեր ունի կամ տուրիզմի դերը կամ տուրիզմի հնարավոր զարգացումը գրեթե զրոյական է։ Եթե Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում եւ Գյումրի-Կարս երկաթգծի գործարկում, ապա այստեղ արդեն այո, մենք կարող ենք հավելյալ տուրիստական հոսքեր տեսնել, ընդ որում դա ձեռնտու է ոչ միայն Հայաստանին, այլև Թուրքիային։ Որտեղ եթե դուք նայեք օրինակ վերջին շրջանում թուրքական առաջատար տնտեսական վերլուծական կենտրոնների հրապարակումները, այնտեղ շատ է շեշտվում, որ հայ-թուրքական սահմանի ամբողջական բացման, այդ թվում Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման դեպքում Թուրքիայի արևելյան նահանգները զգալի տնտեսական շահույթ կստանան, այդ թվում էականորեն նաև տուրիզմի հաշվին։ Շնորհակալություն եւ երևի թե ամփոփիչ հարց ընդհանուր ամփոփելու համար այս ասուլիսը գործընկերներ ստուդենտ հարցը, բան որ որպես այդպեսի Մայր Վաշինգտոնյան բանավարությունը ձեռք բերել Միացյալ Նահանգների անմիջական վարչակազմի անմիջական ներգրավվածը ձեր ընկալման ինչպիսի դեր պետք է ունենան Միացյալ Նահանգները եւ մյուս միջազգային գործընկերները այդ ձեռք բերված բանավարությունը իրականացման անվտանգության եւ ընդհանրապես այս խաղաղության գործընթացի շարունակականության ապահովման համար։ Տեսեք, ես խոսեցի արատավոր շրջանի մասին, այդ եզրույթը, որ մենք ենք շրջանառության մեջ դրել, եւ առայժմ ցավոք սրտի այս 1 տարվա ընթացքում այդ արատավոր շրջանը չի կոտրվել։ Գոնե մեր համար ակնհայտ է, որ առանց արտաքին իրական ներգրավման այս արատավոր շրջանը չի կոտրվի։ Այսինքն հույս ունենալ, որ Ադրբեջանում մարդիկ բարի կամ կդրսևորեն կամ Թուրքիայում բարի կամ կդրսևորեն, քաղաքականության մեջ նման հույսերը սովորաբար մեծ արդյունքների չեն հանգեցնում։ Անհրաժեշտ է արտաքին ներգրավում, այս պահին գոնե առնվազն մինչև տարվա վերջ, քանի դեռ Միացյալ Նահանգներում 2026-ի նոյեմբերի այդ ընտրությունները չեն եղել, որտեղ իրավիճակը կարող է փոխվել, դեմոկրատները կարող են առնվազն ներկայացուցիչների պալատը վերահսկել, հետո սկսեն ինչ-որ քայլեր Թրամփի վարչակազմի դեմ, 2027-ի սկզբից էլ արդեն հանրապետականների ներսում էլ կլինի պայքար, իսկ ով է 2028 թվականին նրանց թեկնածում, այսինքն ավելի ու ավելի Միացյալ Նահանգները կկենտրոնանան ներքաղաքական հարցերի վրա, սկսած 2026-ի վերջից 2027-ի սկզբից։ Դրա համար մենք ասում ենք եւ նաեւ մեր հրապարակումներում, նկատի ունեմ Ապրի Արմենիա հրապարակումներում հստակ նշում ենք, որ կա հնարավորությունների պատուհան, որը բաց կմնա դեռևս մի քանի ամիս, եւ այդ հնարավորությունների պատուհանը կայանում է նրանում, որպեսզի Միացյալ Նահանգները ավելի ակտիվորեն ներգրավեն այս գործընթացի մեջ եւ փորձեն կոտրել արատավոր շղթան։ Ինչպես կարելի է դրան հասնել, գոնե առնվազն Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դառնա Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների կարևոր եւ բաղկացուցիչ մաս։ Եթե դա տեղի ունենա, այսինքն Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերություններում տարատեսակ հարցեր կան, սկսած F-35, F-16, տնտեսական ներդրումներ եւ այլն։ Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւս մաս դառնա այս փաթեթի մեջ, ապա շանսերը ավելանում են, որ առաջիկա ամիսներին, գոնե մինչեւ 2026 թվականի ավարտը, Միացյալ Նահանգների ներգրավմամբ հնարավոր է այս արատավոր շղթան կոտրել։ Եթե ոչ, եւ եթե մենք 2027 թվականի փետրվարին ունենանք այն նույն իրավիճակը, ինչ այսօր,
ապա այս արատավոր շղթայի կոտրելու հավանականությունը նվազում է։ Առավելագույնը գուցե մենք կհասնենք նրան, որ կսկսվի թրիփի շինարարության մեկնարկը։ Սակայն թրիփի շինարարության մեկնարկը չի նշանակում արատավոր շղթայի կոտրում, որովհետև ի վերջո մենք կարող ենք ունենալ իրավիճակ, երբ կա թրիփ, ընդունենք, որ թրիփը արդեն գործարկված է, սակայն չկա խաղաղության պայմանագիր եւ Ադրբեջանը շարունակում է թույլ չտալ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացում։